Normal եմ, ես ամեն ինչն առողջ եմ նայում ու ճիշտ եմ նայում, ռեալ եմ նայում։ Ու նայում եք ավելի պետք է նայեք հոգևորական ժողովուրդը ոնց է ընդունում, իսկ ժողովուրդը շատերը ընդունում են, ով որ չի ընդունում ինքը չի հասկանում, ինքը չի գիտակցում, որովհետև վարչապետը եկեղեցու դեմ չի, ժողովուրդն եկեղեցու դեմ չի, սխալ քահանաների պահվածքն է, ես էլ որպես մասնագետ, ես գիտեմ, որ գիտեք իհարկե ինչ մասնագետ եմ, որ հիմա հոգևորականների մաքրման շրջանը աշխարհում եք սկսել է, Վատիկանից սկսված։ Արա Գազոտն թեմի 22 հոգևորականներին կանչել են քննչական կոմիտե, հիմա ինչ է ստացվում, այդ 22-ը մեղավոր են, մեկը ճիշտ է։ Դա ես չգիտեմ, իրոք չգիտեմ, որտեղ այդ արդեն կրիմինալ հարցերը ես չեմ խառնվում։ Չնայած աստղաբանության մեջ կրիմինալի աստղաբանություն ասում է, կրիմինալի աստղաբանություն կա, որ ամեն ինչը մանրակրկիտ ուներ բացատրություն։ Ես գիտեմ, որ Հայաստանում ամեն ինչ լավ է լինելու։ Ես միայն դա գիտեմ ու հստակ կարող եմ ասել, որ Հայաստանում ամեն ինչ լավ է լինել ու դաշտը որտեղ որ աղտոտված է, դաշտը պետք է մաքրվի պարտադիր։ Հիմա որ գնան Վեհարանը Նիկոլ Փաշինյանի բառերով, հա, ասեն Վեհարանը վեհափառից ազատելու, դուք եւս մասնակցելու եք այդ ազատագրմանը, ինչպես։ Լավ չեմ լսում, բացր ասա։ Գնալու են Վեհարանը վեհափառից ազատելու եւ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա այդ գործընթացի մեկնարկն է լինելու։ Հիմա որ գնան, դուք մասնակցելու եք։ Ոչ։ Ինչու։ Ես ընդհանրապես միտինգների ոչ մասնակցել եմ, ոչ էլ այդպես բաների մեջ մտնում եմ։ Ես հեռու եմ մնում այդ ամբողից, որտեղ այդ ամբողը ճիշտ չեմ համարում։ Այսօր եկել եք կարգալույց քահանային աջակցելու, թե պատահական այդպես եկա։ Պատահական չեմ գալի, պատարագի եմ եկել, որտեղ միշտ էլ մասնակցում եմ պատարագների, բայց շատ վաղուց չեմ գնում։ Շատ վաղուց, որտեղ ասի չէ 15 տարի ես եկեղեցում եմ եղել ու հաղորդությունները ստացել եմ։ Իսկ հիմա արդեն պակասեցրել եմ եկեղեցի գնալը, որովհետև քահանաները մի քիչ իրանց ճիշտ չեն պահում, ես դա շատ համարձակ ասում եմ, ինքը վիճում է։ Ստեփան Ասատրյանը իրան ճիշտ պահեց։ Ո՞վ է դա։ Տեր Արամը, կարգալույց քահանան։ Ախր որ ես ոչ մեկին չեմ լսում, ասեմ չեմ լսում, իրոք չեմ լսում, որտեղ չեմ ուզում լսել։ Որտեղ էմոցիաներով են խոսում շատերը, շատ բաներ առանց իմանալու են խոսում, առանց գիտակցելու են խոսում, կիսատ բաներ են լսում, կարճ ուղեղով դատում են, ես ոնց լսեմ։ Առողջ խոսակցություն չկա, միայն առողջ բաներն եմ ես լսում։ Ներողություն, ինչ եք պատրաստվում անել։ Տուն գնալ։ Ուսում եք Հա, նամակ ունեմ Փաշինյանին տալու, նամակ, բովանդակությունը կծանոթ։ Իմ անձնական, չէ։ Իմ բոլորը այդ գիտեն, իմ բնակարան հետ կապված խնդիր է, որպեսզի դատաիրավական համակարգը արմատախիլ արվի։ Ամենասխալ ընդեղից է գալիս։ Ասացից վրա եկեղեցու զանգերու տվեցի, որ դատաիրավական համակարգը պետք է մաքրվի առաջնային։ Վերջը դուք բռնացրեցի։ Որ կնամ ասել։ Մեզ ոչիկաններից է։ Հարգելի հետևորդներ, պատարագը ավարտվել է, այս պահին անվտանգության աշխատակիցները ճանապարհ են բացում։ Հա։
Հա, ես մեքենայից եմ ելել։ Ոնց է հասկանում։ Կա մենք։ Չէ։